Երեք հայկական շոու բիզնեսի ամենասիրված արտիստներից մեկի Արամեն Պետրիի ծննդյան տարեդարձն էր։ Այս տարի երգչի տոնը յուրահատուկ խորհուրդ ուներ, քանի որ այն համընկել էր Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության տոնի Սուրբ Զատիկի հետ։ Արամը իր սոցիալական հարթակներում հուզիչ հրապարակում է արել, կիսվելով օրվա խորհրդով եւ շնորհակալություն հայտնելով իր մտերիմներին։ 42-րդ տարեդարձս այս տարի համընկավ Սուրբ Զատիկի հետ։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր կողքիս են, ձեր ներկայությունը իմ կյանքը դարձնում է լիարժեք։ Երեխաներիս հետ այս պահը հիշեցնում է, որ կյանքում ամենակարևորը սերն է եւ ընտանեկան ջերմությունը։ Չնայած ընտանիքի հետ անցկացրած ջերմ պահերին երգիչը նաեւ մեծ շուկով տոնակատարություններ կազմակերպել, որին ներկա են հայկական էկրանների ամենաճանաչված դեմքերը։ Հյուրերի թվում էին Լուիզա Ներսիսյանը, Վաչե Թովմասյանը, Գարիկ Պապոյանը, Պոնչը եւ շատ ուրիշներ։ Նկարներով շնորհավորել է արդեն վաղուց լինա, դրա համար նոր վիդեոնա, նոր Արամ շնորհավոր։ Միջև այդ ավելի ջերմ աչած Գարիկն էլ ասте, Գարիկն էլ նկարով շնորհավորել է արդեն հինա, դրա համար նոր վիդեոյով նորովի, շնորհավոր, նոր ասել, ես շուտ դնեմ, ես շնորհավոր Արամ։ Ինչպես եւ սպասելի էր, երեկոն չի անցել առանց բարձրորակ երաժշտության։ Հոբելյարը ոչ միայն հյուրընկալել էր ընկերներին, այլև ողջ երեկոյի ընթացքում իր կատարումներով լցրել է մթնոլորտը, տոնը դարձնելով էլ ավելի անմոռանալի։ Ընկերները ոչ միայն վայելել են Արամի ձայնը, այլև սոցցանցերում հեղեղել են նրա էջը ջերմ բարեմաղթանքներով եւ հումորային շնորհավորանքներով։ Դե ինչ, մնացեք մեզ հետ հետագա իրադարձություններին տեղյակ լինելու համար։ Թամարա Քանաթարյան, Օրագիր Նյուզ։